Անասնապահությունն այլևս ձեռնտու զբաղմունք չէ, չարչարանքը շատ է, դժգոհում են գյուղացիները եւ հետո ինչու պիտի ամեն ինչ թանկանա, իսկ գյուղացու ապրանքը ոչ, ասում են նրանք ու անթակույց հայտարարում։ Ուրախ կենեմ որ մեսը գնա ավելի բարձր եղնի։ Քաներում ինք ծախվեի կա։ Հեմի այդ ինչը թանկ չէ, որ գյուղացու ապրանքն է ժանով կծես բռնես։ Լիտրը մազունը 200 դրամ է։ Լիտրը յուպի սոգը 3-400 դրամ է։ Հեմի որն է ձեռնտու կատը մազունը թե յուպիները։ Սենք այդ մեմիսն է թանկացել է, այդ ինչ է։ Հետո բարձրան ինչ եղել։ Փորձում են հնարավորինս սահմանափակել անասունների գլխաքանակը, որովհետև առանձնապես եկամտաբեր չէ։ Արոտավայրեր չկան, անասնակերը թանկ արժե, ասում է ազգությամբ եզդի Տիկին Թերեզան եւ մեզ ուղեկցում անաստագոմ։ Տեսարան նախքատիկ էր, այնպես ինչպես հարևաններին է։ Քշեվա 4-ը զարթնում եմ ազգան։ Ելնում եմ, սաղ ենում եմ, իստեգեմ եմ, էդիմ տանջանգիս գյորա, անձի գինչի մնա։ Օգուտ չունիմ մեջ ազգան։ Մենակ նախրջուն մենք տալում ենք ամիսը 3-4։ Ատկան մենակ նախրջուն ենք տալ, մեզի հեչ մեջը օգուտ չի մնում։ Նադմ ֆռացեք եղի մեջը լտեսեք, թե ինչ վիճակ է։ Արոտավայր կա, բայց նայազում համար։ Ենքան թանգի որ շմի հադը 4000-ով իրեք ու կիսով իրեկով պայենգը։ Այդ քյարս որն է որ ես մալ պայեմ, կատի փողը հազիվ ավտոյից վերցնեմ տամ պայողին։ Դժվարությամբ մի քանի անասուն հազիվ ենք կարողանում պահել, հետևաբար ինչու եք զարմանում, որ միսը թանկ է։ Հենց ամեն ինչ էժանալը գյուղացին էլ իր ապրանքի գինը կիչեցնի, նշում էին զրուցակիցներս։ Yaman թող չթանգնա, այ բալաջան, թող էժնի, մեզի պետք չէ թանգը։ Թող էժնի, թող գազը էժնի, լուսը էժնի, ջուրը էժնի, մենք մեր անասունը էժան կպա։ Քիչ է կպայեմ, չեմ այդքան շատ պայեմ որ Դարձյալ ազգությամբ եզդի Քյարամ Թամոյանը բացատրում է արտահանման ծավալները մեծացել են, դա է պատճառը, որ միշտ չկա կամ ոչ թանկ արժե։ Գյուղացու համար իհարկե ավելի ձեռնտու է իր ապրանքը արտահանել, օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններ կամ ինչու՞ չէ Թուրքիա։ Գները բարձրավով եմ եղավոր։ Պաստիկները տեին ավել տարան։ Հա բա, կրուզային սամալյոտներով տարան հասնեն Արաբական Էմիրություն, բա ինչ պինեն։ Պաշտպանես տեղի մսամետերը թանգնա, ամեն ինչ թանկ եղնի։ Իրեք ամսական գարը մեդից $200-300 վաճառում են սիրա, մինակ մորտու համար։ Ոչխարի միսը շուկայում էլ ամենաթանկն է ու չճարվողը, իսկ շուկան կիսադատարկ է։ 2200 դրամ թարամ խոզի միսն է, 2000 դրամ տավարն է, 2500 դրամ էլ կարի միսը։ Ավելի քան 15 տարի այս գործով է զբաղվում Լևոն Ղումաշյանը։ Մսի շուկան երբեք այսքան աղքատիկ չի եղել, նշում է նա, սեղանները դատարկ են, միս հազիվ ենք ձեռք բերում, ասում են մսագործները, եւ չնայած դրան գնորդի պակաս էլ կա։ Մենք Շիրակի մարզից կբերենք, Շիրակի մարզում էլ միս շատ քիչ է։ Եզդիները բոլոր մսերը հավաքում ստեղից տանում են։ Ըստ տարվա նման հեչ մի անգամ չի եղել։ Համ միսը դժվարությամբ կճարվի, համ էլ դժվարությամբ կծախվի։ Խնդրեմ, ես ով կարամ միս է, խոզի միս։ Ընդամենը 10 կիլո չենք վաճառել, 40 կիլո մսից։ Չի վաճառվեք, եսից ավելին տեղն է։ Ուտան երեք գիտես չէ, որ ձերքս պագաս ուժ հադած 1000-ից հավիտեր։ Ինձ են նայում մերգուսոված մի տնուկի մանուկներ, տեա, նայում են։ Չկա։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։